Բարի երեկո սիրելի բարեկամներ, ժամը 4:30 է արդեն համարյա մութը ընկնում է, ես էլ ամբողջ օրը տանից դուրս չէի եկել, ասեցի դուրս կամ մի քիչ համ մաքրոտ կշնչեմ, համ էլ գնամ խանութ, երկու խանութ ուզում եմ մտնեմ, նայեմ երկու բան պետք է առնեմ, չնայած որ հիվանդության պատճառով գործի չեմ գնացել, բայց բժշկի թղթի վրա նշված է, որ կարամ տանից դուրս գամ, որովհետև կան դեպքեր, որ գրվում է տանից չեն կարա դուրս գան ու գալիս ստուգում են, տանն են թե չէ, իրոք հիվանդ են թե չէ, բայց իմ պարագայում դե կարելի է դուրս գալ, որ մաքրոտ շնչեմ, լավ ծածկվել եմ շարֆով, որովհետև դեռ այդպես դե լավ չեմ, լինում է, որ մրսում եմ, ինձ թվում է թեթև ջերմություն եմ ունենում, բայց ամեն դեպքում հիմա ինձ ավելի օգտակար է մի քիչ օդ շնչելը, պետք է մտնեմ համեմ ու դդմի սերմեր առնեմ, այդ խանութից էլի ահագին բան ունեմ առնելու, բայց ձեռքով չեմ կարա տանեմ, ոսպ, ծավար, այդպիսի բաներ էլ պետք է առնեմ, հետո ակցիոն պետք է մտնեմ, այնտեղից էլ էլի բաներ ունեմ առնելու, մի հատ էլ մտնելու եմ այստեղ մոտիկ սուպերմարկետ, կարճ ասած, նայեմ ինչքան կհասցնեմ, որովհետև խանութներ կան 6-ին եմ փակվում։ Մոռացա ձեռքերիս կրեմ քսեմ, ոչ էլ ձեռնոց եմ վերցրել, ահագին ցուրտ է, 6 աստիճան ոնց որ Հայաստանում տեղեր կա ձյուներ, հա, կամաց գալիս։ Այստեղ դեռ չկա, տեսնենք կգա թե չէ։ Էս ինչա։ Networks չգիտեմ ինչա, ինչի համար են դրել դուրս, ինչևէ գնացինք։ Դասերը չեն վերջացել, երեխեքը խաղում են, 4:30 անցել է արդեն, 5-ից 20 պակաս, բայց երեխեքը դպրոցում են։ Այս ինչ են դրել դուրս, մենք էլ դուրս տնելու բան ունենք Քսենիայի համար, Քսենիայի կերերից, որ չի ուտում, ուզում ենք դուրս տնենք, գնացինք։ Քուրդ տղայի խանութը պետք է մտնեի կանաչի առնելու, մոռացել էի, այսօր օրը 3 շաբթի է, ինքը 3 շաբթի օրերը չի աշխատում։ Լավ, ոչինչ, ավելի լավ, եթե վաղը Աշոտը մեքենան չվերցնի, չտանի, կամ ինքը տանը լինի, կարանք գանք այստեղից ոսպան առնենք։ Լավ, այդքան շատ չքայլեցի հատուկ այդ խանութի համար, դիմացով էի անցնում, նայեցի։ Հիմա Էսա հասնում եմ արդեն ակցիոն, մտեմ այնտեղ 6-ին է փակվում էլի, այնտեղ մի հատ նայեմ արագ։ Ձմեռ պապիկը արդեն բարձրանում է իրանց նվերները տանում է, սիրուն է։ Ծաղիկներ էլ պակաս սիրուչ են։ Այսպես մի բան կարելի էր ունենալ, որ դիվանի կողքը դրվեր ու աջալ դրվեր մեջը, բայց այս մետաղից է, հայտից լավ կլներ։ Այս սրանցից ինձ ոնց որ մի հատ պետք է, ասը հայտից։ Ձեռքերս զբաղված են, չեմ կարողանում նորմալ նկարեմ, անձեռոցիկներ են, կանաչ կարմիրը կարող է լավ լինի, վերցնեմ, այս մեծ սպունգներից են ստացել, սրանցից մի հատ կարող է վերցնել, սրանք էլ են լավը, հիմա ինչ ասես չհավաքեմ, որ պայուսակս ծանրացնեմ, այս իմ բաժակից է սուրճի, նայեք երկու գույնը կա, շատ սիրուն են սրանք, էլի ստացել են, ափսեներն է որ լիներ, լավ կլներ, ափսե չկա, կոպիտ են ուղղակի, աղցանի հարմարամաններ են, բայց կոպիտ են, այս էլ է սիրուն,
Նախկինում չէի սիրում ոսկեգույն բաներով, հիմա սիրում եմ, բայց սպիտակ։ Այս ափսեներն էլ են սիրուն, այդ գույնը չէ իհարկե, սպիտակը։ Բա հիմա ես որ առնեմ այսքան ոնց եմ տուն տանելու։ Դե ասեք, կողքիցս մի կինը անցնում, ասում եմ, դժվար է որ կինը անցնում այս բաժնով, ասում է հա շատ դժվար է։ Չնախատեսված առևտուր արեցի, բաներ կային, որ չդիմացա առա, որովհետև կվերջանային։ Հիմա սպասում եմ Աշոտը մեքենայով գա, որ միասին տանենք, ձեռքով տանելու չի, տանը ցույց կտամ։ Ակցիոնում շատ չկարողացա նկարել, որովհետև արդեն ձեռքեր զբաղված էին, պայուսակը, հեռախոսը պահել էի, այնտեղ այդ զամբյուղը ծանր էին, կարճ ասած, ամեն ինչ ծանր էր ու չէի կարում էլ նկարեի ու պլաններս փոխեցի, արդեն այն մյուս խանութը չգնացի, սուպերմարկետ պետք է գնայի չէ, մի հատ զանգեցի Աշոտին, եկավ ինձ տուն բերեց, ես համել չուզեցի այդպես տնեմ իր այդ ուղարկեմ, ասեցի կաղա կոտրի ափսե բան կա մեջը, հիմա ուզում եմ ինձ գրեք լուսավորությունը ոնց է, որովհետև այն լամպը, լույսը որ պատվիրել էի Թեմուից, այդ պահել եմ, ետ չեմ ուղարկել ու հիմա միացրել եմ, ինձ թվում է մի քիչ լուսավորությունը ավելի լավ է, չէ, հիմա ուզում եմ ափսեները ցույց տամ ինչ որ գնել եմ, սպասեք։ Սիրուն բաներ կային, իրոք այս անգամ կային սիրուն բաներ։ Այս աղցանի ամանը, ոչ միայն աղցանի, ահագին մեծ է, լավ է, հարմար է, շատ դուրս եկավ, ոսկեգույն եզրերով, երևում է թե փայլում է, թե ինձ այդպես թվում, լույսը կարող մի բան էլ խանգարում է։ Սպասեք մի հատ անջատեմ, ինձ կասեք, չէ, այսպես մութ է, չէ, ժողովուրդ ջան։ Մի ասում եմ, չգիտեմ, կգրեք ոնց էր լավ լույսով, թե առանց լույսի։ Ինը չեմ հիշում կոնկրետ 5 եվրո էր, թե ինչքան էր, բայց կտրոնը վերցրել եմ։ Այն սերմերի համար աման պետք է առնեի, մի անգամ հարմար աման չտեսա չառայի մի խանութում ու լցրեցի տան ունեցած բանկաների տարաների մեջ, հիմա այս անգամ սիրուն ամաններ տեսա, որ այս ինձ դուր եկավ չափսը հենց ապակուցա, սրանից եմ վերցրել 4 հատ կտեղափոխեմ սրանց մեջ, կար նաև ավելի բարձր գտալով, բայց ինձ գտալը անիմաստ թված ու այս վերցրի, սերմերը կտեղափոխեմ, այսպես միատեսակ ամանների մեջ հատավն են սրանք 2 եվրո արժեն, տեսվեք ոնց եմ ուրախացել, այդ որ կինը չի ուրախանում աման առնելուց։ Այս տոպրակի մեջ մեկ էլ սպունգները վերցրի, այս մեծ խանութում էլ ցույց տվեցի, որ ստացել էի, հիմա մյուսը բերեմ։ Այս սիրուն տոպրակն էլ մեր խանութինն է։ Էլի այսպիսի ափսը վերցրի խորունգ, էլի պետք է լինում, չգիտեմ, հետո դուրս եկա, որ ոնց որ այս լայնությունը դուրս եկավ, այս չափի մի հատ էլ, այս զուգանը լվանալու այս գելերը ինձ դուր են գալիս, ակցիոնից միշտ առնում եմ, հոտնել ալավը, մի հատ այս մեծ ափսեն եմ առել, էլի ոսկեգույն երիզներով, հիմնականում այդ բաններ էլի տարբեր գույների էին, բայց այս ոսկեգույն երիզներով, այս ինչ շատ դուր եկավ, այսպես, այ այս է միշտ ուզում առնեի, հենց հիմա իմ սիրուն եղնիկ բանին կտեղավորեմ սրա մեջ, անձեռոցիկներից կարմիր ու կանաչը վերցի, հետո փոշմանեցի կանաչը ետ դրեցի, մենակ կարմիրը թողեցի, փայլում է ժողովուրդ։ Խոնավությունը քաշող այս բաներից վերցրի, մենք դե աման ունենք, դրա համար մեզ մենակ այս ոնց որ ասած զապասներն էին պետք, ամանով չվերցրի,
Սա պետք է փոխվի արդեն լավ ծանր են, ես սրանք որ չի կարա ու ձեռքով բերեի տուն։ Դեպես փոքրիկների ցույց տամ, հետո նոր հուսամ չի կոտրվել, չէ, ասել եմ, չէ, թուղթ չունեն, որ փաթաթ են ամանեղենը, այս այս փոքրիկ ամաններ, բան էլ կարելի է լցնել, շատ լավն են։ Այսպես հեռվից ոնց որ ավելի լավ է երևում, մոտեցնում եմ ոնց որ փայլի։ Ու հարագույններ եմ վերցրել, շատ դուրս եկավ գույները, այստեղ հենց պետք է կախեմ։ Կախած արդեն ցույց կտամ ձեզ։ Մի հատ նկարով ցույց տամ, տեսեք երևում է թե չէ, թե այս լույսը պետք է անջատեմ վերջը։ Այսպես կարող է ավելի լավ է։ Ու այս հարագույնները վերցրի։ Ջարել եմ 60 եվրո։ Մաքրոց շնչես մի քիչ, հա։ Համել նայում ես ուրիշ կատու չի գալիս, չէ։ Հողը չթափես, բայց մենակ տես նայի։ Արև դուրս եկավ մի քիչ։ Ուրախացրեց մեզ։ Թարմոտ ես շնչում, թե ինչ ես այդպես հոտոտում։ Էն այլ է, այն կողմն էլ է թափել հողը։ Հա Քսենիա։ Մտածում եմ, ոնց կթռնեի գնայի։ Էլ չգիտի, որ իրա օգուտի համար է չգնա։ Վիրուսներով հիվանդ ժամանակ թեթև ուտելիքները լավ են, ապուշ բան, այդպես։ Այս նեխուրի արմատը արդեն մի շաբաթ առել եմ ու չեմ եփել։ Հիմա այս ապուշ կպատրաստեմ սրանով, մտածում եմ դդմիկ հետը կգցեմ, մի փոքր սող, այս մեծ այսքան չեմ գցի, երև մեկ քառորդը, սխտոր ու այս պեկինյան կաղամներից։ Սոխը սխտորը քառակուսիներով այսպես կտրել եմ, դդմիկն էլ էլի տեսեք, այսպես քառակուսիներով կտրեմ, դդմիկն էլ ավելացնեմ, պետք է եփվի, մի քիչ ժամուկ կեփվի։ Մի հատ էլ փոքր կարտոֆիլ եմ ավելացնում։ Այս ֆիլտրի մասին ինձ հարցրել էի, գրել էի, չգիտեմ կարդացիք թե չէ։ Այս ակցիոնից չի, այս ֆիլտրը Գերմանիայից ենք պատվիրել։ 40-50 եվրո արժեր մոտավորապես, եթե չեմ սխալվում։ Մենք մենակ հիմա ֆիլտրն ենք մեջի պատվիրում, այսինքն ես որ ասում եմ ֆիլտր, նկատում եմ ամբողջ ծառք էլի։ Ֆիլտրն ենք մեջի պատվիրում, երևի 3-4 ամիսը մեկ, 3 ամիս երևի, տենց օգտագործում ենք ու փոխում ենք։ Այս ֆիլտրից մենք ակցիոնից առել ենք, ես առել էի, եթե չեմ սխալվում 9 եվրո արժեր, թե ինչ, որտեվ շուտ մի 7 տարի առաջ առել էի, բայց այն ինձ դուր չեկա, որովհետև ոնց հասկացա, այն մենակ կալքն է մաքրում, իսկ այս ամեն ինչ մետաղային բաները, մետաղական բաները ջրի մեջ ինչ-որ կա, մաքրում է։ Մենք գոհ ենք շատ ու խորհուրդ կտանք։ Հիմա մենք 2 հատ ունենք, որովհետև մի հատ էլ տղայիս համար էինք առել, հետը տարել էր, որ ուսանող էր, հետո որ վերջացրեց ետ բերեց, հիմա այն էլ ունենք։ Հիմա հարցն է, որ սա երկար կարելի է օգտագործել, ուղղակի ֆիլտրը պետք է փոխվի, դե փոխում ենք, ֆիլտրն էլ առնում փոխում ենք, այդպես մի երևի 3 ամիսը մեկ, մի 2 հատ առնում ենք, ու զապասով էլի առնում ենք, հետո օգտագործումը նորից ենք առնում։ Այնպես որ գոհ ենք մենք սրանից շատ։ Լավ ուսումնասիրել նոր ենք առել։ Պետք է որ արդեն լավ եփված լինի ու լավ եփվել է։ Հիմա համեմ եմ, ավելացնելու եմ աղ, սև պղպեղ ու չորացրած սամիտ, մեկ էլ ձիթապտղից հետ կավելացնեմ։ Դուք պատկերացնում եք նեխուրը, սամիթը, մի քիչ էլ ձեթ ենք ավելացնում, կանջատեմ ու կպյուրեացնեմ։ Հուսամ մոտիվացրի ձեզ, շատ համով է, շատ լավն է, շատ առողջարար է ու շատ խորհուրդ եմ տալիս։ Մի քիչ էլ չորահաց սարքեմ ապուրի համար, ամբողջ հատիկի հաց է։
փովում ենք մինչև կարմրի։ Հենց հիմա ես այս առողջարարու համով ապուրից կվայելեմ։ Քանի կտոր կավելացնեմ իմ ապուրի վրա, չել կզարդարեմ կանաչիով, կարելի է նաև այս ճաշակի մի քիչ սերուցք կավելացնել վրան, ես չեմ ուզում սերուցք, ուզում եմ այսպես հենց։ Ահա ժողովուրդ ջան, հուսով եմ մոտիվացրի ձեզ։ Այսպես կվայելեմ։ Դուք էլ անպայման պատրաստեք, անուշարեք, պարտադիր չի որ իմ նման հիվանդ լինեք նոր։ Սա շատ լավ է ստամոքսի ու աղիների համար։ Ես համ տեսել եմ արդեն շատ համով է։ Մի քիչ ալանի է, բայց ինչ բան է, ես զգացի, որ ալանի է։ Հիմա համն էլ այդպես չեմ զգում, ընդհանրապես էլ ալանի ուտող եմ, ինչևէ շատ համով է, պատրաստեք անուշարեք, բարի ախորժակ։ Աշոտը կինոյա նայում այնտեղ հեռուստացույցի ձայնն է։ Հանել եմ նոր տարվա զարդարանքները, արդեն սեղանի վրա, ինչ, հա, անջատի, բան եմ արել, խաղալիքները, այս զարդարանքները հանել շարել եմ, հեսա, ձմեռ պապիկը, արդեն բաներ կային չէի էլ հիշում, որ ունենք մի տարի անցել ընդամենը, հիմա սկսեմ եղևնին հավաքեմ, արհեստական եղևնի է դե հավաքեմ, հետո նոր բան կանեմ, մյուս տարի երևի արդեն կփոխեմ դեկորացիները, չնայած սիրում եմ, չեմ հոգնել հələ այս գույներից խաղալիքների, մի քիչ սենյակը լավ լուսավոր չի հիմա, այս լույսը վառել եմ, չգիտեմ, հիմա էկրանի դիմացից է, երևի դրա համար ավելի մութ գույները երևում, հիմա այսպես է որ անեմ, երևի ավելի պայծառ կերևա լույսը, ինչևէ եղևնին արդեն հանել եմ, հիմա սկսեմ հավաքել, ինչ էլ որ չհասցնեմ առավոտ կանեմ, որտեղ արդեն ժամը 8 անց է։ Իրիկունը ամեն ինչ հենց այսպես կիսատ թողել ու պարկել եմ քնելու։ Լույսերը դե փորձարկեցի, վառվում էին, ամեն ինչ նորմալ էր, Աշոտին ասում եմ մյուս տարի հաստատ եղևնին փոխելու եմ, ասում է բնական կառնենք, ասի հա ավելի լավ, բնական կառնենք։ Այս խաղալիքներն էլ այսպես կիսատ, հա ուզում էի ցույց տայի այս ամանը, տեսեք ինչ սիրուն եղավ էստը։ Ծաղկամանը իհարկե արդեն հետը չեմ դնի, շատ կլինի։ Առայժմ կողքն եմ դրել, բայց հանելու եմ կողքը, այդպես չի սազում արդեն շատ ասպիտակները, հետո բան եմ պատվիրել Թեմուից, գա մեջը կդնեմ, գիտեք ինչ եմ պատվիրել, այս սրա ծաղիկի տեսքով է, սրանից, սիրուն կլինի կարծում եմ մեջը, հիմա շարունակեմ հավաքել իմ տոնածառը։